Հայրենիքը զգացողություն է, հայրենասիրությունը գերագույն զգացմունք։ Դրանք սոսկ բառեր չեն, դրանք պետք է զգալ արյան բոլոր բջիջներով, հոգու բոլոր թելերով։ Հայրենիքը սիրում են առանց վերապահումների, առանց պայմանականությունների։ Այդպես հաղթանակներ կերտած մեր նախնիք էին սիրում, այդպես Արցախյան ազատամարտում կյանքը հայրենիքին նվիրաբերած տղաներն էին սիրում։ Հայրենիքն այդպես սիրում էր նաև միլիցիայի կապիտան Էրիկ Մարգարյանը։ Էրիկ Մարգարյան, Շուռնուխի Էրիկ։ Ինչպես կոչում էին նրան մարտական ընկերները, որովհետև երբ Շուռնուխի գլխին վտանգ էր կախվում, Էրիկն այնտեղ էր։ Երբ թուրքերը Շուռնուխն էին գնդակոծում, Էրիկն այնտեղ էր։ Եվ ոչ միայն Շուռնուխում։ Նրա մարտական ուղին սկսվեց Գորիսից և շարունակվեց մինչև Երասխ, Վարդենիս, Իջևան, Արծվաշեն։ Այնտեղ ուր զգացվում էր հայրենիքի նվիրյալների կարիքը։ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության Լենինգրադի միլիցիայի դպրոցն ավարտելուց հետո Էրիկ Մարգարյանը ծառայության է նշանակվում Կիրովի ներքին գործերի բաժնում։ Խոստումնալից սպա էր, գործընկերները հավատում էին, որ Երևանից եկած երիտասարդը շատ առաջ կգնա։ Սակայն Էրիկը վերադարձավ Հայաստան, որովհետև մեր երկրի սահմանները վտանգված էին, որովհետև հայրենիքն իր նման տղաների կարիքն ուներ։ Որպես գումարտակի հրամանատար ծառայության անցավ նորաստեղծ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում։ Ջոկատի խնդիրն առանձնահատուկ էր։ Նրան վերապահված էր պայքարել և Հայաստանի ու Արցախի սահմաններին ոտնձգող թշնամու և երկրի ներսում գործող քրեական տարրերի դեմ։ Ջոկատին անդամագրվեցին Էրիկի նման քաջորդիները, որոնց առաջնորդում էր գիտակցումն այն բանի, որ չկա հայրենիքի հարատևում առանց անսասան սահմանների, չկա ուժեղ պետություն առանց ներքին կայունության։ 1992-ի աշնանը Էրիկը Կապանում վիրավորվում է, ոտքի բեկորային վնասվածք։ Բժիշկները պարտադրեցին վիրահատության նախապատրաստվել։ Վիրահատության օրը նշանակված էր նոյեմբերի վերջին, բայց Էրիկն ամենևին մտադրություն չուներ թողնել ջոկատի տղաներին։ Վիրավորվելուց հետո ինքը կարող է բոլորին ցույց չտար, ծնողներին, մամային, պապային, քրոջս ցավը ոտի։ Սենյակ մտնելուց ինքը սովորականի պես իրան պահում էր, բայց իրար հետ ստեղ այս դիվանին նստած էինք, ոնց որ վեր կացա, որ գնա ջուր խմելու ու մի անգամ ցած ընկավ, ասի ինչ եղավ, բացեց արունը դուրս տվեց, խոսակցությունը որ գնաց վիրահատելու, ասի դե գնա արա բացի էլի, դա լավ է սա, ասես գնամ գամ, գետամ վիրահատման էլի։ Ասաց ու մեկնեց։ Ղոչազի գրավումը օրախնդիր էր։ Պետք էր լռեցնել Գորիսը գնդակոծող կրակակետերը։ Հարձակումը նախատեսված էր դեկտեմբերի 3-ին։ 1992 թվականի այդ օրը մարտական ընկերները վերջին անգամ էին տեսնելու հրամանատարին։ Հետախուզության տվյալներով հակառակորդի ուժերը սակավաթիվ էին։ Մարտը կարճ էր տևելու, հաղթանակն էլ ափիտ մեջ, որովհետև Շուռնուխի Էրիկի տղերքն էին։ Ավաղ առաջին իսկ կրակոցներից պիտի պարզվեր, որ հետախուզությունը սխալվել էր։ Հակառակորդի ուժերը գերազանցում էին տասնյակ անգամներ։ Թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող Էրիկ Մարգարյանի ջոկատին նահանջի հրաման է տրվում։ Վիրավոր ընկերոջ կողմը նետված Էրիկն ինքն էլ է շուտով վիրավորվում։ Իսկ սաստկացող հրաձգությունն առավել դժվար էր դարձնում նահանջը։ Երկրորդ անգամ վիրավորված Էրիկը պառկում է զոհված ընկերոջ կողքին ու կրակում, ապահովելով ջոկատի նահանջը։ Մարտական ընկերները նրան վերջին անգամ այդպես էին տեսնելու և հիշելու։ Հակառակորդը զենքի բոլոր տեսակներով կրակի տարափ էր տեղում։ Մոտակա անտառը փրկության հույս էր ներշնչում։ Բայց շրջապատման օղակը ավելի ու ավելի էր սեղմում մեր տղաներին։ Մարտը կարճ տևեց, ձյան հասճերտը կարմրեց մերոնց արյամբ։ Ծուղակում հայտնված 45 մարտիկներից 21-ը զոհվեցին։ Ամիսներ անց 1993-ի մարտի 18-ին, երբ Ղոչազի բարձունքը նվաճված էր, հայտնաբերվեցին մեր տղաների անթաղ մարմինները։ Էրիկը նրանց մեջ չէր ու անորոշության զգացումն արդեն 23 տարի խեղդում է նրա մարտական ընկերներին ու հարազատներին։ Ինչ-որ մի լուր պիտի լսեմ, բայց դե այդ լուրը որտե՞ղ լսես։ Ամեն հեռախոսի զանգ,
սիրտս վերաթռնում։ Ասում ես մի բան կասեմ։ Հայրը սպասում է որդուն, հոր ցավն անամոք է, ասում է, այդ ցավին կինս չդիմացավ, բայց ես տղամարդավարի դիմանում եմ։ Նաև հպարտ է, որ Էրիկի նման որդի է մեծացրել, որ երբ սիրտը կամենա, կարող է ազատ գնալ իրենց մեծ շեն գյուղը։ Ինքը ասում էր, որ մենք հաղթելու ենք, դա մասին ոչ մի խոսք։ Եթե մենք Լաչինի միջանցքը վերցրել ենք, էլ ուրիշ հարց չկա։ Եթե Շուշին վերցրել ենք, մեր դեմը էլ խաղ չկա։ Դա ասեց ու հաղթեց, ո՞ց դեմ, ինչ ասես։ Անորոշության ցավը սպանում է հարազատներին, բայց նաև մեծագույն հպարտության իրավունք ունեն։ Ցավ եմ ապրում, բայց հպարտանում եմ։ Հպարտանում եմ մեր հաղթանակի համար։ Հպարտանում եմ, որ մենք կարող ենք այսօր գնալ այդ հողերով։ Իրա նման տղաների շնորհիվ մենք հաղթեցինք։ Հպարտանալ ու զարմանալ կարելի է, թե ինչպես է Էրիկ Մարգարյանը իր 25 տարիների ընթացքում այնպիսի կենսագրություն կերտել, որ ոչ ոք նրա մասին անցյալ ժամանակով չի խոսում։ Ավելին, ամեն տարի հոկտեմբերի 2-ին նրա ծննդյան օրը նրանց տանը հավաքվում են մարտական ընկերները եւ բաժակ բարձրացնում։ Շնորհավոր ծնունդդ, մեր ընկեր։ Ու հիշում են նրա դիպուկ հումորը, կենսախինդ բնավորությունը, անսահման խիզախությունն ու հայրենասիրությունը։ Ու նորից կրկնում են. նա մարդ էր մեծատառով։ Հիմա այս ընտանիքում մեկ այլ Էրիկ է մեծանում։ Նա գիտի, որ իր հորեղբայրը հայրենիքի սահմանն է պաշտպանել թշնամուց, Արցախի ազատագրմանն է մասնակցել։ Նա հերոսներին գրքերում չի փնտրում, որովհետև իր համար իսկական հերոսը իր հորեղբայր Էրիկն է։ Ես հպարտ եմ, որ իմ հորեղբայրի անունն եմ կրում ու հպարտ եմ լինելու մինչև կյանքից վերջ։ Էրիկ Մարգարյանի զարմիկները հայրենասիրության դասեր նախ եւ առաջ նրա մասին պատմություններից են առնում, իսկ դրանք պատմություն են այն մասին, թե ինչպես կարելի է անմնացորդ սիրել հայրենիքը։